Սպանությամբ է ավարտվել 3 տարվա թշնամանքը Արմավիրի Շենիգյուղի 2 ընտանիքների միջև։ Ապրիլի 7-ին ցերեկվա ժամը 4-ին Վաչագանն ու Սպարտակը վիճել են ավտոմեքենան արագ վարելու շուրջ։ Ես քշում, ինչ որ դեն խանեք կրակել առանց որևիցե պատճառ։ Facebook-ով եմ կարտացել։ Ասում եմ մարդ Շենիգում ով սպանեում։ Զանգում եմ ստեղ իմանում եմ որ Սենց բանը դեպք է, ցավալի դեպք է։ Բայց ինչ գիտեք այդ դեպքի մասին։ Այդ դեպքի մասին ոչ մի բան գիտեմ, որ Վաչեգը Սպարտակը խփե Վաչեգը մեր։ Սպարտակը համագյուղացուն կրակել ու սպանել է իր մոտ պահվող հրազենով, ասում են գյուղացիները։ Դու ինչ իր քանի գլխ ունես վրա դոկումենտ ունես դա զենքես պայում ավտոյից մեջ։ Սպանության օրվա իրադարձությունները շենիկցիների աչքի առաջ են։ Պատմում են, որ Վաչագանը տեսել է, թե ինչպես է Սպարտակը մեքենան արագ քշում իր որդու կողմը։ Հա, Վաչեգը վեցելա քծի։ Քծե փախել է։ Վաչեգը ուգլի հետ կայնացել է ուգլի հետ։ Սպարտակի մասին լավ կարծիք չունեն գյուղում, ամբողջ ընտանիքով կռվարար են, ասում են։ Դու ագրեսիվ պայվածք վիր։ Ագրեսիվ։ Անունով Յանի Պարաբազա իր արևին էլի։ Ու սենց մարդկանց տները քանդում։ Դոնք вообще պետք է Հայաստանից է բդարվեն, ստեղ չպետք է մնան։ Դոնք միլիարդ չեն, դոնք իսան չեն։ Այս գեղոր քանդվի, դոնք պատճառով պետք է քանդվի կամ այսպես դեպքեր պետք է եղան։ Պարզվում է Վաչագանի ու Սպարտակի թշնամանքը սկսվել է երեխաների վեճից։ Շենիկում լավ հիշում են 3 տարի առաջ Վաչագանի տղան ձյունով ծածկել է քարը ու դրանով խփել Սպարտակի եղբոր երեխային։ Միջադեպից հետո տնային կալանք է սահմանվել Վաչագանի տղայի նկատմամբ եւ սկսվել է մի կաթիլ մեղրի պատմությունը 2 ընտանիքների միջև։ Ձնագնդի պատմություն ա եղել, ձյուն ա եղել, ինչ որ երեխեք են փողոցում խաղացել են, քար են մեջ փաթաթել ու այդ քարով իրար խփել են։ Կողից ինչ են զանգում են ծնողներին կանչում, ծնողների մեջ վիճաբանություն եղավ։ Սպանված Վաչագան Մարտիրոսյանը պատերազմների մասնակից է։ Գեներալ տղա է, 4 պատերազմի անցած տղա է։ Պատերազմի մասնակից տղա եղել, ընտանիքներին, որ մարդիկ պահվում էին պատերազմի չէին գնում, բացիկը պատրաստեց իրեն կյանքը զոհաբերել հայրենիքի համար։ Սպարտակը փորձել է Հայաստան օդային ճանապարհով լքել, բայց նրան Զվարթնոց օդանավակայանում ձերբակալել են, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սպանության գործիք հրազենը հայտնաբերվել է։ Զարուհի Սահակյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան և Էլեն Յահինյան, Հայլուր։